բոլորս գիտենք, որ դուք հրաշալի մասնագետ եք, հրաշալի փաստաբան եք։ Քարոզարշավի ընթացքում մենք նաև հասցրեցինք տեսնել, որ դուք նաև հրաշալի երգում եք։ Եվ հիմա ավելի առարկայական հարցս, մենք բոլորս նաև հիշում ենք 21 թվականը, երբ դուք Հայաստան դաշինքով պատգամավոր դարձաք, նաև հիշում ենք 22 թվականի ձեր հրաժարականի տեքստը, որտեղ դուք նշում եք, որ փաստաբանական համայնքը ձեր կարիքն ունի, անելիք շատ կա, եւ դուք գնում եք, բայց շարունակելու եք օգնել եւ աջակցել ձեր թիմին, ձեր գործընկերներին։ Հիմա հարցս, եթե փաստաբանական համայնքը ձեր կարիքը զգա, դարձյալ գնալու եք, ուզում եմ հասկանալ, քանի ամսով կամ քանի տարով եք գործուղվել ազգային ժողով։ Երկրորդ, Հայաստան դաշինքի պատգամավորներին կամ Հայաստան դաշինքը շարունակում եք համարել ձեր թիմը թե ոչ, եւ ես երեք խոսեցի, որ հետաքրքիր ժանր է ձևավորվել, բացի այն ժանրից, որ դուք եք բերել Հայաստանի քաղաքական դաշտ, երբ օրինակ մեքենաների վրայից կարդում եք բանտից ձեզ ուղղված նամակները, մի ուրիշ հետաքրքիր ժանր է ձևավորվել, երբ ընդդիմությանը ոչ միայն պատասխանում է ընդդիմությունը, այլ ընդդիմությանը հարցեր են ուղղում նաեւ ընդդիմության թևերից։ Հիմա ես ուզում եմ ձեզ ուղղել ձեր գործընկեր ձեր երկու գործընկերների հարցը։ Օրինակ նրանք ասում են, որ 21 թվականին Արամ Վարդավյանը, Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայաստան դաշինքով էր պատգամավոր։ Հիմա Սամվել Կարապետյանի փաստաբանն է ուժեղ Հայաստանով է եկել դարձել պատգամավոր։ Հիմա հարց. հնարավոր է արդյոք փաստաբանական համայնքը ձեր կարիքը զգա, դուք գնաք, եկել օրինակ գաք հանրապետական կուսակցությունով կամ Բարգավաճով։ Շնորհակալ եմ հարցի համար։ Պատասխանում 2021 թվականին եղել եմ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակում, ընտրվել եմ պատգամավոր, անկեղծորեն եմ ասում, մեծ նվիրումով իրականացրել եմ պատգամավորի լիազորությունները։ Ոմանք տեսել են ինձ այս նիստերի դահլիճում, ոմանք ոչ, ոմանք ինձ տեսնում են միայն 9-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքներում։ 2022 թվականին ունեցել ենք ծայրահեղ մեծ մարտահրավեր։ Բոլորս հիշում ենք այն քննարկումները, իրավիճակը եւ զարգացումները, որոնք տեղի են ունենում Արցախի վերաբերյալ։ Մեկնարկեց դիմադրության շարժումը։ Պատիվ ունեի մասնակցելու դիմադրության շարժմանը լինելու առաջին շարքերում։ Մաքսիմալ ուժերից ներածին չափը ներդրել եմ այդ պայքարում։ Չեմ հաջողել։ Ակնհայտ է, որ չէի հաջողել։ Չհաջողելով գտել եմ, որ ինքս պետք է նաև պատասխանատվություն կրեմ։ Պատասխանատվությունը տեսել եմ պատգամավորական մանդատից հրաժարվելով։ Գործընկերների հետ քննարկել եմ այդ հարցը, այդ ժամանակ իհարկե։ Այստեղ ներկա մարդիկ իմ ընկերներն են, ոչ թե պարզապես անձինք են։ Ունեմ իրենց հետ միջանձնային հարաբերություններ։ Քաղաքական գործընթացներից դուրս է եկել։ Անկեղծ էի դուրս եկել։ Ասեմ ավելին, չի էլ պատկերացնում, որ երբևէ նորից պետք է քաղաքականության մեջ լինեմ։ 22 թվականից մինչև 2025 թվականի հունիս ամիսը ես այո, հանրային հնչեղություն ունեցող հարցերի Տիկին Ստեփանյան արձագանքել եմ, կարծիք հայտնել եմ, բայց չեմ կարծում ընկալվել եմ որպես քաղաքական գործիչ։ Երբ ստացա առաջարկ ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից միանալու ուժեղ Հայաստան կուսակցությանը, անկեղծ եմ ասում, գիտակցեցի, որ ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ունի բացառիկ տեսլական Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ես կարծում եմ, ձեզանից շատերը գիտակցում են, որ Սամվել Կարապետյանի տեսակը այնպիսինն է, որ այս տարիների ընթացքում առանց որևէ իշխանության Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ դրական փոփոխություններ է բերել, բարեգործություններ է արել, անկեղծ է եղել, նվիրումով է արել, լսելով այդ առաջարկը, ընդունել եմ այն, պատվով եմ ընդունել, պատիվ եմ համարել, որ նման առաջարկ ստացել եմ, եւ ես այլևս ներկայացնում եմ ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Արդյոք պատասխանեմ նաև, եթե թույլ տաք, ոչ թե արձագանքի ժամանակ։ Ես ինքս իմ համար որոշել եմ, որ ես իմ կողմից վերադարձ փաստաբանական գործունեությանը չեմ իրականացնելու։
Սա ճանապարհ է, որը պետք է անցնեմ, անցնելու եմ։ Արձագանք։ Շնորհակալություն պատասխանների համար, պարոն Վարդևանյան։ Իմ կարծիքն ասեմ, ես կարծում եմ, որ այդ բանտից ձեզ ուղված նամակների հեղինակը այնուամենայնիվ դուք եք, հրաշալի եք գրում։ Եվ այստեղ դուք խոսեցիք նաև իրավունքի դեֆիցիտի մասին, խոսեցիք Լևիաֆանի մասին, ես էլ համասարանական կրթություն ունեմ, ես էլ եմ ծանոթ այդ տեսություններին։ Կխնդրեմ, որպեսզի դուք որպես հրաշալի իրավաբան եւ հրաշալի փաստաբան գնահատեք 98-99 թվականներից մինչև 2000-ականների վերջ Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը իրավունքի տեսանկյունից եւ իրավունքի գերակայության տեսանկյունից եւ ճիշտն ասած շատ կուզեի որպեսզի նաեւ թեթև անդրադարձ կատարել օրինակ այդ իրավունքի տեսանկյունից հոկտեմբերի 27-ի դեպքերին, որոնք տեղի են ունեցել հենց այս դահլիճում եւ հենց այնտեղ, որտեղ որ դուք եք կանգնած։ Հոկտեմբերի 27-ը մեր Հայաստանի Հանրապետության նորանկախ պատմության ամենամեծ ողբերգական էջերից մեկն է։ Եվ նշված դեպքերով անմեղության կանխավարկածը հաղթարված իրավիճակ ունենք, որտեղ կան մեղադրական դատավճիռներ, ողբերգություն է։ Նույնիսկ ասեմ, ողբերգություն բառն էլ բավարար ինտենսիվ չի հնչում։ Հայաստանի Հանրապետության ես ենթադրում եմ երևի թե հարցադրման կոնտեքստը ժամանակահատվածը այնպես ընտրվեց, որ հենց պետք է լիներ երկրորդ նախագահի ժամանակահատվածում, եկեք պատասխանեմ ավելի ազնիվ ու անկեղծ։ Ես գտնում եմ իրավունքի հետ կապված հիմնարար խնդիրներ եղել են առաջին նախագահի պաշտոնավարման, երկրորդ նախագահի պաշտոնավարման, երրորդ նախագահի պաշտոնավարման, ձեր պաշտոնավարման, այսինքն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, եթե ձեզ թվում է այդտեղ դժվարություն կա դա ասելու, բնավ։ Կարծես պատասխանեցի ձեր հարցերին։